Դատարանն այսօր քննության չառավ Գևորգ Սաֆարյանի միջնորդությունը գրավի դիմաց իրեն ազատ արձակելու վերաբերյալ։ Տրմփակ նիստին չէր ներկայացել քննիչը։ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի փոխանցմամբ դատարանը պարտադիր է համարել իրավապահի ներկայությունն ու միանգամից նիստը հետաձգել մինչև երկուշաբթի։ Քննիչը պարտավոր էր ներկայանալ կամ դատախազը պետք է ներկայանալ։ Դատարանի առջև հավաքված ցուցարարները համոզված էին իշխանությունները միտումնավոր են ձգձգում։ Ժիրայր Սեֆիլյանն այդուհանդերձ լավատես է, որ Գևորգին երկար չեն պահի ճաղերի հետևում։ Սերժ Սարգսյանը եթե ամիջապես ենթարկվեր Human Rights-ի պահանջին, դա իր շրջապատում պիտի դիտվեր որպես թուլության նշան։ Քանի որ նա այս վերջի 2 ամիսը նամանավանդ անընդհատ փորձում է ցույց տալ, որ ինքը շատ ուժեղ է։ Բոլորը տեսնում եք, որ ոչ մի գործընթաց չկա քննության։ Այսօր ավելին քննիչը ներկա չլինելով մենք հասկանում ենք, որ նրանք չգիտեն ինչ անեն։ Մի քանի օր եւս հետաձգել են, բոլորս հասկանում ենք նաեւ, որ Հայաստանում դատարան գոյություն չունի։ Բոլոր դատավորները իրենց վճիրները կայացնում են ըստ Պարամյան 26-ից եկած հրահանգի։ Ընդհանուր իրավասության դատարանը ընդդիմադիր ակտիվիստին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Վերաքննիչ Ատյանն այն ուժի մեջ թողել։ Ամանորի գիշերվանից մինչև օրս փաստաբանը տեղյակ չէ որևէ քննչական գործողության մասին։ Մենք ենք միջնորդություններ ներկայացել, որպեսզի հարցաքննեն, որպեսզի առերեսումներ կատարվի, մեր միջնորդություններին էլ պատասխան չի եղել։ Ստացվում է, որ Գևորգ Սաֆարյանին ոչ թե իրեն ազատությունից զրկել են, որպեսզի քննչական գործողություններ կատարեն եւ նա էլ չխանգարի, չխոչընդոտի քննչական գործողություններին, այլ նրան զրկել են, որպեսզի նա չզբաղվի քաղաքական գործունեությամբ։ Եվ եթե գրավ չկիրառվի, սա ավելի եւս կհաստատվի։ Գևորգը կալանավորվել է ոստիկան Գեգամ Խաչատրյանի ցուցմունքների հիման վրա, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Առ այսօր հայտնի չէ, սակայն թե մարմնական ինչ վնասվածք է ստացել հայտնի ոստիկանը, ով ժամանակին նաև Ժանթ Հարությունյանի դեմ էր այսպիսի վկայություն տվել։ Գեգամ Խաչատրյանը հունվարի 2-ին եկել էր եւ դեմքի վրա այսպես կար փակցված ինչ-որ բան, ու մենք չգիտենք։ Քննիչը պարտավոր էր ներկայացնել նաև փորձագետի եզրակացությունը, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, դա էլ չի ներկայացվել։ Նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ոստիկանապետին ուղված գրությունում նկարագրել էր միջադեպ տեսանյութի։ Ոստիկանության առանձին ծառայողներ ձեռքերով եւ ոտքերով հարվածում են քաղաքացիներին, նրանց թվում նաեւ Գևորգ Սաֆարյանին, իսկ ոստիկաններից մեկին Գեգամ Խաչատրյանին, մյուս ոստիկանները պարբերաբար հեռացնում են միջադեպի վայրից, սակայն նա կրկին վերադառնում եւ հարվածում է քաղաքացիներին, գրել էր Մարդու իրավունքների պաշտպանը։ Որևէ ոստիկանի առ այսօր մեղադրանք չի առաջադրվել, թեև Գևորգ Սաֆարյանից բացի եւս 5 ակտիվիստ էր հայտնել իրավապահների բռնությունների մասին ու դատաբժշկական փորձաքննության ենթարկվել։ Նրանցից մեկը Վահրամ Պետրոսյանն է, որ միջադեպից ավելի քան 40 օր անց դժոխք չի ճանաչվել։ Տարբերություն է դրվում երկու քրեական գործերի միջև, որովհետև մեկով հենց նույն օրը ոստիկանի ցուցմունքի հիման վրա ձերբակալվում է քաղաքացին, իսկ մյուս դեպքում 5 քաղաքացիների բողոքի հիման վրա դեռևս որևէ մեկը որպես մեղադրյալ տվյալ գործի մեջ չի ներգրավել։ Միտումը ակնհայտ է, գործը ուղղակի կոծկելու եւ ոստիկանության մոտ անպատժելիության մթնոլորտ ստեղծելու։